Մաթեմատիկան ինձ սովորացնում է չհանձնվել, արագ մտածել, արագ կողմնորոշվել։ Արագության ձգտող այս երեխաներին միավորել է մաթեմատիկայի նկատմամբ սերը, նրանց չեն վախեցնում անլուծելի թվացող խնդիրները։ Ոմանք նույնիսկ հաճույք են ստանում դրանք հաղթահարելուց։ Ապագա ռադիոֆիզիկոս Հովիկը, որ դեռ 5-րդ դասանում է սովորում, փորձում է վերլուծական միտք եւ կամքի ուժ ձևավորել նաեւ բարդ խնդիրների միջոցով։ Կան իսկապես խնդիրներ, որ ես դժվարանում եմ, շատ բարդ է լինում, հանձնվում եմ, բայց մեկ-մեկ էլ համառանում եմ ու շարունակում եմ։ Դե մաթեմատիկական ոնց որ ինքը դու պետք է լուծես, էլի, մյուս առարկաների նման չի, որ պետքա սովորես, իմանաս ու վերջ։ Այդտեղ պետքա դու հասկանաս, ոնց պետք է անես, որ պատասխանը ստանաս։ Հովիկն ու իր հասակակից մոտ 70 երեխա Ծաղկաձորում էին մաթեմատիկական մրցույթին մասնակցելու համար։ Այն կազմակերպել էին Քառակուսի կրթական հիմնադրամն ու Կապանի մաթեմատիկական խումբը։ Նպատակն է նոր գիտելիքների եւ ձգտումների դուռ բացել մաթեմատիկայից ուժեղ սովորողների համար։ Այնպես անել, որ ամեն բնակավարի լավագույն երեխան մաթեմատիկայից ծանոթանա մյուս մարզի իր նման երեխաների հետ, որպեսզի ձևավորվի նրանց միջև ընկերություն, մտերմություն եւ տարիների ընթացքում իրար հետ համագործակցելով եւ իրար մի քիչ թասիբի գցելով եւ համագործակցելով կարողանան ավելի լավ սովորել եւ առաջ գնալ։ Կրթական միջոցառմանը ներգրաված էին 5-ից 6-րդ դասարանի այն երեխաները, որոնք պատվով էին հաղթահարել Օլիմպիադայի մարզային փուլը։ Մաթեմատիկան ոչ միայն բացահայտել է նրանց ներուժը, այլև չնահանջելու դասեր է տվել։ Չեմ տխրում, եթե պարտվում եմ, հաղթանակի ժամանակ է շատ չեմ ուրախանում։ Ծրագրավորման ուղղությամբ եմ գնալու, այդտեղ էլ մաթեմատիկա է պահանջվում։ Իմ զարգացում են իմ տրամաբանությունը, իմ սրամատությունը, կյանքը ավելի հեշտ է լինելու տարբեր հարցերով։ Երբ որ օրինակ ուզում ենք ինչ-որ խաղ օրինենք, մաթեմատիկան էլ է օգնում։ Ծաղկաձորյան մրցույթը հեշտերից չէր։ Երեխաները պետք է տարբեր բարդությունների խնդիրներ լուծեին եւ գլուխ հանեին թեստային ու բացատրություն պահանջող առաջադրանքներից։ Թեստային խնդիրները ընդամենը պատասխանը ճիշտ գտնել են պահանջում, իսկ բացատրություններով խնդիրները նաև պահանջում են, որ մասնակիցները ոչ միայն պատասխանը օրինակ ճիշտ գուշակել, այլ նաև ստացած պատասխանը կարողանան ապացուցել։ Մաթեմատիկական խնդիրներ են երկուսը խաղերից ու բավականին լավ ստրատեգիա ունեն հաղթանակի, բավականին դժվար, որը դժվար է իրենց համար գտնելը, բայց մի քանի անգամ խաղալուց արդեն ինտուիցիա կարան ձևավորեն, որով կարան ավելի լավ խաղան։ Էջմիածի ներկայացուցիչի խոսքով մաթեմատիկայի խմբակները նման են մտավոր հատուկ նշանակության ստորաբաժանումներին, որտեղ պատրաստվում են ինտելեկտուալ մարտահրավերների, առաջին պլան բերելով տրամաբանությունն ու վերլուծական միտքը։ Առանցքը մաթեմատիկայի կարևորությունն է, դրա ստրատեգիական նշանակությունն է եւ մեր ընդհանուր առմամբ Հայաստանի IT ոլորտի գիտական ներուժի մնացած բոլոր տեխնիկական առարկաների վրա այս օրինակ նախաձեռնությունը եւ ընդհանուր առմամբ մաթեմատիկան շատ մեծ նշանակություն ունի։ Մաթեմատիկայի հետ օլիմպիական մրցույթները ամենամյա դառնալու միտում ունեն։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։